Այսօր թեմայի շուրջ զրուցելու եմ հրապարակախոս Civilnet-ի սյունակագիր Լուսինե Հովհաննիսյանի հետ, ողջույն Լուսինե, շնորհակալություն, որ եկաք, արդեն մենք բոլորս լարված սպասում ենք, թե ինչ հանգուցալուծում է ունենալու այս ճգնաժամը եւ կարծես թե պատային իրավիճակ է, չգիտենք արյունահեղություն կլինի, չի լինի, ձեր գնահատականը ինչ է իրավիճակի։ Հարցը մի քիչ շատ ընդգրկուն էր, իմ գնահատականը հատկապես որ հատվածի եւ ինչի մասին մի քիչ ավելի մանրամասնենք, որովհետեւ գնահատականը թե ինչու նման ծայրահեղ դրսևորում ունեցավ մարդկանց ցասումը։ Դա շատ տրամաբանական էր եւ կարծում եմ առաջին մարդը չեմ, որ այդպեսի եզրահանգում տա, որ բոլորս ինչ որ տեղից մի այսպիսի բան սպասում էինք, քանի որ այնինչ տարիներ շարունակ կատարվում է, այն բոլոր ընտրակեղծիքները, բոլոր օրինախախտումները, բացահայտ լկտիությունը, լպիրշությունը, հանդուգն օրինախախտումները, որոնք դարձել են շատ օրինաչափ, մի օր բերելու էին այսպիսի ելքի եւ կարծում եմ զարմանք ոչ մեկի մոտ չի առաջացրել, որովհետեւ սա տրամաբանական ելքներ այս երկարատև անօրինության։ Գուցե տրամաբանություն կա, այն ինչ որ կատարվում է, բայց ձեր ասած ելքը այնքան էլ չի երևում։ Դուք ինչպես եք պատկերացնում, ինչպես կարող։ Ելք ասելով նկատի չունեմ, որ սրանով լուծվեցին մեր հարցերը, պարզապես դրսևորման առումով սա տրամաբանական դրսևորումն էր, որովհետև այսքան երկար խտացված պահել անպայման մի տեղից պիտի դուրս գար եւ սրանք այն մարդիկ են, որոնք բոլորի փոխարեն ասեցին վերջ եւ այլևս անհնար է դիմանալ։ Այն ինչ մնացածը չեն կարողանում անել։ Իրենք արեցին այսպիսի դրսևորմամբ, որը իհարկե սուր է, իհարկե ոչ միանշանակ է ընդունվում, բայց բոլոր դիմացողների փոխարեն իրենք գնացին այս հուսահատ եւ սուր քայլին։ Լուսինե, այս օրերին մեզ բոլորիս ամենահուզող հարցը հետեւյալն է, թե ինչպես է հնարավոր դուրս գալ այս ճգնաժամից անարյուն։ Եվ արդեն գիտեք, ունենք 1 զոհ, մի քանի հոգի, 4 հոգի վիրավորվել են եւ շատ մեծ վտանգ կա, որ նոր արյունահեղություն կլինի։ Ու պատային իրավիճակ է, կարծես Facebook-ում էլ լրատվամիջոցներում էլ ակտիվ քննարկվում է։ Դուք որևէ ձևով պատկերացնում եք այս ճգնաժամից ելքը։ Նախ անարյուն դուրս գալու համար առնվազն պետք է կողմերից մեկի ցանկությունը անարյուն դուրս գալու։ Այս պահին ես տեսնում եմ, որ նրանք ում անվանել են ահաբեկիչ, ինչին ես շատ կարծում եմ հետո հաջորդ հարցն էս դրան է։ Դեմ եմ, այդ տղաները ավելի հակված են այս պահին, կարծես թե անարյուն ելքի, իրենց պահանջները կատարելու դեպքում, բայց այստեղ որոշիչը ամեն դեպքում իշխանությունն է եւ ուժային կառույցները, որովհետեւ նրանք պիտի անարյուն ելքի ցանկություն ունենան, որ իրականություն դառնա բանակցային գործընթացը։ Եթե հետևել եք երեկվա եւ այսօրվա իրադարձությունների, քաղաքական կուսակցություններից շատերը հայտարարություն տարածեցին, քննադատեցին, որ այս վիճակին է հասել եւ կուսակցություններից մեկը Դաշնակցությունը, Դաշնակցության անդամներից մեկը Աղման Վարդանյան նրանց կոչեց ահաբեկիչ։ Եվ նույն բառապաշար օգտագործվեց նաեւ ազգային անվտանգության ծառայության վերջին հաղորդագրությունում։ Այ ինչքանով սա կոռեկտ է այս իրավիճակում։ Ես իհարկե ունեմ իմ կարծիքը, բայց ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Ահաբեկիչ եզրույթը։ Ես ուրեմն չեմ պատրաստվում քննարկել Աղման Վարդանյանի եւ Դաշնակցությանը, դրա համար շատ երկար ժամանակ է պետք եւ չեմ վերցնում այդ միսիանից վրա։ Ահաբեկիչ բառը ուզում եմ դրա մասին խոսել, որովհետեւ եթե ահաբեկիչ բառի արմատը ահաբեկելն է, ապա այդ մի քանի հոգին Էրեբունի
այդ գնդում ավելի քիչ են մարդահաբեկել, քան մեր իշխանությունները տարիների ընթացքում։ Այն, որ մեր ժողովուրդը այսօր ահաբեկված է ոստիկանից, որ կանայք ահաբեկված են նայում ոստիկանին, որը կարող է քաշտալ մտցնել մեքենայի մեջ, այն, որ ահաբեկված են միջին բիզնեսի տերերը, դպրոցի տնօրենները, պատգամավորները, բոլոր փոքր թե մեծ չինովնիկները, դա ավելի տոտալ ահաբեկչություն է, քան թե իրոք թվաբանական, էլեմենտար թվաբանական հաշվարկով Էրեբունի այդ գնդում ավելի քիչ մարդ է ահաբեկվել, քան Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ։ Ուրեմն ահաբեկչությունը սկսվել է շատ ավելի վաղ եւ ահաբեկիչները այդ մի քանի հոգին չեն։ Նրանք այս մեծ ահաբեկչության եզրահանգումն են կամ արդյունքը, պրոդուկտը, ավելի մեծ ահաբեկչություն է տեղի ունեցել շատ երկար տարիներ։ Մեր ժողովուրդը ահաբեկված է։ Այն, որ այսօր մարդիկ տներում են քննարկում, թե ինչ կլինի եւ Facebook-ում, դա ահաբեկչության հետևանք է։ Այն, որ սրճարանից կանանց լցնում տանում են մեքենայով, դա ահաբեկչություն է։ Այն, որ Նիկոլ Աղաբաբյան նկարիչը գլխից բռնած մտցնում են մեքենան, այդ տեսքի մարդուն, դա ահաբեկչություն է։ Այդ ոստիկանը ահաբեկիչ է։ Ոստիկանին ահաբեկիչ դարձրել են նրա վերադասը, նրա վերադասին իշխանությունները։ Եվ այդ տոտալ ահաբեկչությունից հետո մի քանի հոգու ասել նրանք ահաբեկիչներ են, նրանք 7 հոգու են ահաբեկել։ Ուսուցիչ դուք հետևում եք, ենթադրում եմ իրադարձություններին, լրատվամիջոցներին, որտեղից եք ստանում ձեր տեղեկատվությունը եւ արդյոք հետևել եք իշխանական լրատվամիջոցներին, հեռուստատեսություններին։ Ես վաղուց չեմ հետևում իշխանական լրատվամիջոցներին, որովհետև չունեմ այդ առողջությունը ավելորդ։ Ես երեք ուղղակի հետաքրքրության համար մի քանի անգամ միացրեցի հայկական հեռուստաալիքները, բավական զվարճալի ֆիլմեր էին։ Երբեկան արդեն հայտնում էր մեր դեպքերի մասին, մեզ մոտ դեռ չկար լուր։ Դրանով եզրափակվեց, որովհետև դա զուտ հետաքրքրասիրության պահեր, մեր իշխանական լրատվամիջոցները վաղուց ոչինչ չեն հաղորդում։ Ես լուրերը ստանում էի իմ ընկերներից, լրագրողներից, ովքեր այդ պահին ավելի մոտ էին իրադարձություններին։ Ներսին, ներքին մեր լրագրողական կապերով, ալիքներով եւ Ազատություն ռադիոկայան, այս կայքերը մեր Civilnet-ն տենց այդպես ոչ մի ուրիշ տեղից։ Քիչ առաջ մեր լրագրողներից մեկը զանգահարեց, ասաց, որ Բաղրամյան պողոտան սկսել են ասֆալտել նորից, անցյալ տարի էին ասֆալտել, կարծեմ, եւ ամբողջությամբ նորից սկսում են ասֆալտել, ինչ է կարծում, քաղաքական որևէ նպատակ կարող է լինել սրա հետևում, թե ոչ։ Դե բնականաբար Բաղրամյան պողոտան միշտ ասֆալտվում է ներքին ահաբեկումից հետո, իրենք ահաբեկված են, որ ինչպես հիշում եք 2008-ի հանրահավաքներից հետո այստեղ Ազատության հրապարակի տակ ավտոկայանա տեղի սկսեցին կառուցել։ Այդ իրենց ներքին ահաբեկիչն է իրանց ստիպում քանդել փողոցները, որ հանկարծ մարդիկ չհավաքվեն։ Դա բնական է եւ ոչ մեկի համար տարակուսանք չի առաջացնում։ Շնորհակալություն Լուսինե, մենք շարունակենք հետևել իրադարձությունների ընթացքին, հուսանք, որ իսկապես անարյուն ելք կգտնվի այս ճգնաժամին, մնացեք Civilnet-ի հետ։